Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիա Հաբի եթերում Մետանոյան է եւ այսօր սիրով ներկայացնելու եմ տաղավարում իմ հյուրին։ Ես բավական երկար ամիսներ շարունակ բարբերաբար իմ հյուրին անհանգստացրել եմ, անընդհատ զանգել եմ, անընդհատ ձայնային հաղորդագրություններ եմ ուղարկել, բայց ես անչափ ուրախ եմ եւ շատ շնորհակալ եմ իմ հյուրին, որ վերջապես նրան տեսնում եմ իմ տաղավարում։ Այսօր իմ հյուրը Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխացյանն է։ Բարև ձեզ, պարոն Թոխացյան։ Բարև ձեզ։ Այսպես մի քիչ լիրիկա բերեցի սկզբում հաղորդման, շնորհակալ եմ, որ կարողացաք ժամանակ գտնել։ Առաջինը ինչպես եք, ինչպես է ձեր առողջականը։ Մենք բոլորս միշտ հետաքրքրված ենք, որ դուք լինեք ամուր, պինդ եւ առողջ։ Փառք Աստծո, հիմա ավելի լավ է։ Շատ ավելի լավ, քան նախկինում էր, բայց բեմը իր բուժիչ բանը կատարեց, այսինքն հիմա բեմ դուրս գալով ես շատ ավելի լավ եմ ու շարունակելու եմ բնականաբար բեմական գործունեությունը, այնպես որ ամեն ինչ նորմալ է։ Բեմը բուժում է մարդուն, ես վստահ եմ։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մի քանի օր առաջ առիթ ունեցա ձեր հրավերով գտնվելու առաքելը ներկայացմանը։ Չգիտեմ, ես լսել էի առաքելի մասին եւ նաեւ ձեր առողջացմանը ի նպաստ այդ ներկայացման մեջ ձեզ տեսնելը իմ համար իսկապես շատ տպավորիչ էր, ձեր խաղը, ձեր ակտիվությունը, դա իսկապես ֆանտաստիկ էր։ Բայց ինձ շատ այսպես սրտից դիպչել է բովանդակությունը, ինչի մասին որ դուք բարձրաձայնում եք այնտեղ եւ իհարկե ես ուզում եմ մեր բոլոր հեռուստատողներին եւ հետեւորդներին ասեմ անպայման նայեք առաքելը, գլխավոր դերում Հրանտ Թոխացյանը եւ Սամվել Թոփալյանն են, երկուսով են, բայց այդ երկուսով ֆանտաստիկ էներգիա են փոխանցում եւ բովանդակություն։ Ինչի այսպես մի փոքր երկար ասեցի, տեսեք, այնտեղ մի կտոր կա, ասում եք հերոսներ չեմ ուզում այսպես պատմությունը պատմեմ, որպեսզի մարդիկ չիմանան, բայց տարբերակներ կա, որ կարող ես լինել ինքնասպան, եւ եթե ինքնասպան չես լինում, ապա լուծումը գտնում ես հայրենիքը թողնելու մեջ։ Դրանից մի քանի օր առաջ ես իմ մեջ այսպես մի հատ որոշում ունեի, որ վերջ, ես մինչև հունիս սպասում եմ, եթե իմ երկրում որևէ բան չի փոխվում, ես գնալու եմ Հայաստանից, որտեղ այլևս չեմ դիմանում, չեմ դիմադրում։ Այդ ներկայացումից հետո ես պիտի ձեզ շնորհակալություն հայտնեմ, ես հասկացա, որ դուք ինձ եք ասում։ Ես ձեզ լսում էի ու հասկացա, որ դուք ինձ եք ասում, որ դու տենց թույլ ես, հա, վախենում ես, հուսահատվել ես, ուզում ես փախնես գնաս այս երկրից։ Ու ես չեմ գնալու միանշանակ, որտեղ եթե գնացող լինեի, արդեն գնացած կլինեի։ Պարոն Թոխացյան, այդ մեսիջների հետևից դուք էլի լսել եք, որ ձեր հանդիսատեսը գնում է եւ իրապես առաքելը կարողանում է հասնել մարդու հոգուն եւ նաեւ կանխել որոշ որոշումներ։ Այդքան հաճախ չէ ցավոք սրտի, ինչքան որ ցանկալի է որ այդպես լինի, բայց եղել է դեպքեր, երբ որ մոտեցել են, շնորհակալություն են հայտնել, որ նայեցինք, նորից մտածեցինք, վերաիմաստավորեցինք մեր ցանկությունը կամ մեր ապրելակերպ ու մնացինք Հայաստանում, որովհետև ես գտնում եմ, որ գնալը դա իմ կարծիքն է իհարկե։ Ես Քավլից երբեք չեմ մեղադրել նրանց, ովքեր որ գնացել են։ Իմ ընկերներից էլ շատերը կան, որ հիմա այնտեղ են ապրում։ Հենց մանավանդ իմ բոլոր ներկայացումների գլխավոր պրոդյուսերը իմ ամենամտեր իմ ընկերը Արմեն Ամբարձյանը։ Այսօր Միացյալ Նահանգներում ապրում։ Այսինչ կամ այնինչ պատճառներով, բայց միևնույնն է ապրում է այնտեղ։ Ու դա մեր մեջ միշտ այնց հետաքրքիր զրուցում ենք, որ ես գտնում եմ գնալը հեշտ է։ Գնալը դա փորձությունից փախչել է, դժվարությունից փախչել է, ապագան չտեսնելն է, ապագային չհավատալն է։ Մի փոքր շեղում եմ, բայց հետաքրքիր բան ասեմ, գիտես, այն ներկայացումները, որոնք որ ունեցել են վերջում սպիտակ կետ, Խատաբալադանա, միակուլպանա, միակուլպա երկուսնա,
դրանք առաքելնա իրանք հանդիսատեսը ընկալում է մինչև վերջ։ Դա իրապես այդպես է։ Ես ձեր բոլոր ներկայացումները դիտել եմ, մեններ մի քանի անգամ։ Իսկ Ժանգոտ Բանալին, որը ըստ իս ամենալավ դրամատիկական գործն է Վարամ Սահակյանի, հանդիսատեսը մինչև վերջ չընդունեց։ Ինչի՞։ Իրես ինչի, որովհետև սպիտակ կետ վերջում չուներ։ Նրա մասին էր, որ վատ ապրել եք, առողջություն։ Կներեք, շնորհակալություն։ Այդքան էլ ճիշտ, վատ ապրում եք ու վատ եք ապրելու։ Հոռետեսական էր ավելի։ Ու ոչինչ չէր տալիս։ Այդ դա չի կար, ոչ թե անպայման վերջում, սենց բաներ անես, չէ, բայց պետքա լինի այն սպիտակ կետը, որին դու ես հավատում։ Հույսը, պարոն Թոխացյան։ Անպայման։ Հույսը։ Որովհետև այդ սպիտակ կետն է, այդ հույսն է, որը որ այսօր վարով ինձ պահում է իմ երկրում ու մանավանդ իմ քաղաքում, որ ես գժիպես սիրում եմ։ Պարոն Թոխացյան, մեր նախնական զրույցում հենց այդ թեման էինք քննարկում, որ 90-ականների այն մութ ու ցուրտ ծանր տարիներին իսկապես ես կարող եմ ասել մեր էլիտայի զգալի մասը Հայաստանը թողեց։ Միգուցե անակնկալի գալով այդ դժվարություններից, միգուցե բովանդակային այդ անկախությունը բերեց իր հետ տարբեր նոր բաներ, կարծրատիպեր կոտրվեց կամ նույնիսկ որոշ մարդիկ ճնշումների ենթարկվեց, չգիտեմ, տարբեր բաներ, տարբեր հանգամանքներ։ Եվ մենք այսօր տեսնում ենք այդ արդյունքը։ Այո։ Ինչն էր մեզ պակասում Հայաստանում, որ մեր մտավորականությունը այդ սերուցքը թողեց գնաց եւ արդյունքում այսօր մենք իրենց պակասը շատ ենք զգում Հայաստանում։ Տեսեք, տարօրինակ բան կատարվեց։ Նախ գնաց ու շատ դա այն որ համ լավ կողմը ուներ իր, համ վատ կողմը։ Գնաց կուսակցական էլիտան այն ժամանակվա, կոմունիստական, իրանք գնացին, որոնք որ բարձր կուսակցական ինչ-որ պաշտոններ ունեն։ Այո, իրենք պաշտոնանկ եղան, համակարգը փլուզվեց, սովետը փլուզվեց։ Պրոբլեմ են ունենալու գնացին։ Գնաց մտավորականությունը մեծ մասամբ, ու անպայման չի որ դա լինեն, չգիտես ինչի այսօր մտավորականություն մեծամասնությունը համարում է դերասան երգիչներին, մոռանալով որ դա ուսուցիչներ են, քարտաշեր են, գիտնականներ են եւ այլն, այսինքն մտավորական լինելու համար անպայման չի դու լինես արվեստագետ, դա անպայման չի։ Ֆիզիկոս, քիմիկ, գիտական ոլորտի մարդ։ Ու այ իրանք գնացին, ու դա ամենամեծ ցավն էր ինձ համար ու երկրիս համար, որովհետև մենք շատ մեծ բան կորցրեցինք։ Ու ամենացավագինը նա էր, որ իշխանության եկավ մտավորականությունը։ Այո։ ՀՀՇ-ն մտավորականներից էր կազմված ու գրագետ մարդիկ եւ այլն, ու ես նրանցից եմ եղել, ով որ ողջունել է դա 80-ականների վերջին։ Բայց մի 2 տարի անցավ ու անգամ ՀՀՇ-ն իր միջից ավելի խելացիներին, ավելի մտավորականներին հեռացրեց։ Իրանք կողք մնացին, խաղից դուրս մնացին։ Ինչի համար արվեց դա, պարոն Թոխացյան, ինչն էր, այսինքն մեկը մեկին իշխելու, մեկը մեկի վրա ինքնահաստատվելու հարցն էր, որ խելացիներին դուրս մղեցին ավելի պատրաստվածներին։ Այո։ Ու անգամ նրանք, ովքեր որ իսկապես խելացի էին, գրող էին, օրինակ ոնց Վարոն Սիրադեղյան լուսահոգի, Վազգենը Սարգսյան լուսահոգի, ու էլի շատերը։ Իրանք այլ կերպ ընկալեցին այս անկախությունն ու ազատությունը, մենք պատրաստ չէինք դրան։ Շփացան, պարոն Թոխացյան, ըստ ձեզ։ Ախր հետո շփացան, բայց մինչև այդ չհասկացան ինչ կատարվեց։ Ասում են իշխանությունը մարդկանց փչացնում է։ Հնարավոր։ Ամեն դեպքում որքան էլ որ մտավորական ես, որքան էլ որ գրագետ ես, բայց ամեն դեպքում մենք երևի թե այդպիսի արձանագրում էլ անենք, որ ճիշտ չընկալեցին այդ հնարավորություններն ու իշխանությունը։ Ես միշտ ինքս հիշում եմ ու փորձում եմ հիշացնել ուսանողներին կամ թեկուզ իմ երեխաներին, հին չինական առասպել կա այդպես, որ
լինում է դևը, որի հետ որևէ մեկը դուրս չի գալի պայքարի կամ որ դուրս է գալի պայքարի, երբեք չի հաղթում։ Ու միայն մեկը գալիս է վերջը հաղթում է դևին, ու երբ որ մտնում է դևի ոսկե սենյակը ու դուրս է գալիս պատշգամբ ժողովրդին ողջունելի, ժողովուրդը տեսնում է, որ նոր դև հայտնվեց։ Այսինքն ոսկին ու որ ինքը իշխելու է ժողովրդին, շփացնում է անգամ հերոսին, որը որ հերոս լինելով մտավ այդ պալատները անցավ, դուրս եկավ պատշգամբ ու նոր դև դուրս եկավ։ Դա վտանգավոր է, բայց դա մենակ մեր մոտ չի։ Ցավոք սրտի դրանից երաշխավորված չեն որևէ ազգություն, բայց տվյալ դեպքում մենք ուրիշ ազգերի հետ գործ չունենք, մենք մեր մասին ենք խոսում։ Ու այդ դևերը շատացան, ու դրանից հետո անընդհատ դևեր էին գալիս։ Ու այդ դևերը էլի մեր մեջից են։ Դրսից չեն գալիս այդ դևերը, երկնքից չեն իջնում։ Կողքի երկրից չեն գալի կամ մի քիչ ավելի հեռու երկրից։ Մեր մեջից էր դուրս գալի իշխանավորը։ Հիմա մենք որ ասում ենք դրանք սենց, իսկ ժողովուրդը սենց, դա սխալ է։ Իհարկե։ Մենք ենք ընտրել, մենք ենք բերել, մենք ենք արել։ Հիմա ներողություն է, դրա վրա կոնկրետ օրինակ եմ բերում։ Ասենք օրինակ 20 թվականի 44-օրյա պատերազմից հետո այստեղ ոչ կուսակցական, ոչ քաղաքական, ոչ ում եմ սիրում, ում չեմ սիրում, այս դնում եմ բոլորը մի կողմ, պարոն Թոխացյան։ Մարդ, որը պարտվել է, չգիտեմ, քերս լինի թե հորեղբայրս լինի, մարդը պարտվել է, ընկեր, պարտվել է։ Թեկուզ ինքը շատ լավ տղա է, բայց պարտվել է։ Լավ, մենք շատ լավ բան դիտարկում արեցիք, այդ մեզնից է, չէ՞ որ գնում էլի ընտրում ենք։ Սա ինչ ազգային կոմպլեքս է, սա ինչ մտածողություն է, թե ամեն դեպքում նորից հետ գնանք 90-ականներ այդ կրթական ցենզը իջնելու արդյունք է, լավ չպատկերացնելու արդյունք է։ Ինչ է սա նշանակում։ Ինքնասիրության ու ինքնահարգանքի արդյունք է։ Որովհետև պարտվելով դու պարտավոր ես ժողովրդից ներողություն խնդրել ու հրաժարական տալ։ Հնարավոր է ժողովուրդը ընտրի նորից քեզ։ Ոնց եղել է հին Ռոմում եւ այլն պատերազմներ պատրվել են, բայց մնացել են իմպերատորները։ Այո։ Տվյալ դեպքում նորից դու կարող ես էսան, բայց դու մնալով նորից դա առաջերտին քեզ ես խափում։ Առաջերտին ու ահա որ ես խափում։ Ու հետո խափում ես քո ժողովրդին։ Չի կարելի։ Չի կարելի։ Դրա համար դրա հետևանքները մինչև այսօր մենք մարսում ենք կամ չենք մարսում։ Բայց մենք մեղավոր ենք, չէ՞ որ այդպես է։ Իհարկե։ Որտեվ ժողովուրդը ասում է, լավ, դե պարտվել է, հիմա ինչ անենք։ Այ դուք ասեցիք ինքնասիրության եւ արժանապատվության հարց։ Ես կարող եմ նաեւ ավելացնել ինքնասիրության եւ արժանապատվության բացակայության հարց, որտեվ եթե մենք դա մեր մեջ գոնե փոքրի շատ է ունենք, ժողովուրդ որպես հավաքական կերպար, չեմ ասում այն 10-15%-ը, որ ունեն դա, քչերը ունեն, բայց մարդ տարական արժանապատվության, ինքնասիրության գործոն ունի, չէ՞ իր մեջ։ Ասենք մի հատ ստից թեմայով դուրս են գալի իրար փոր են թափում, ներողություն արտահայտության համար, կռիվ են անում, մեկը մեկին մի քիչ առաջա քշում մեքենան կամ իրար ազդանշան են տալիս, կարող են դուրս գալ, ասեն դու ինձ բան ասցիր, ես սենց մանր հարցերում մոմեն, բաստեղ չկար այդ արժանապատվությունը, 90-ական թվականներին, երբ սիստեմը փոխվեց, խորհրդային միությունը գնաց, եկավ անկախ Հայաստանը։ Ու երբ որ դու տեսնում ես այն տղաներին, որոնք քեզ ծանոթ են եղել, ընկեր են եղել քաղաքից, որտեղ մի քաղաքում ենք մեծացել մեծամասնության հետ։ Այն ժամանակ մեզ օգնել են կամերային թատրոնի շինարարությանը գալիս էին, այսինքն ճանաչել ես մեծամասնությանը գիտեն։ Երևանցի տղեկ էին, հա։ Ու հանկարծակի որ տեսնում ես ոնց են սրանք վերաբերվում Կենտկոմի նախկին մեքենաներին, որ հիմա դա իրանցն է, բուֆետին, այսինքն այդ արտաքին բաները ավելի էին ուտում այդ տղաներին, տարվում դրանով, քան այն թե ինչպես կառուցել երկիրը, ինչ ենք մենք ուզում,
Այդ ամեն չկա, ժամանակավոր է, սկզբից մի հատ թևերներս կշտենք ու ժողովուրդ ջան, հասկանում ենք ծանր է, էսա, այնա, եկեք թևերներս կշտենք, երկիր կառուցենք։ Այդ մեքենաները հայել կան, այ դա չեղավ, դա չստացվեց, դրա համար էր մեծամասնության ձայնով ընտրված տղաները 2-3 տարի հետո կորցրեցին իրանց բանը, հեղինակությունը։ Նաև իրականության զգացումը։ Հեռացեք։ Որովհետև ժողովուրդը եթե տեսներ, որ իր համար ինչ որ բան արվում է, ինքը կմնար իրանց կողքը։ Ոնց 90-ականին մի պահ կար, երբ որ մութը բան էս կոմեն տարիներ պատերազմ էր, ամենակարևորը ատամները կրճացնելով ժողովուրդը մնում էր։ Այո։ Պահում էր երկիրը։ Ոչ բոլորն էին գնում ռազմաճակատ, որտեղ ոչ բոլորը կարող էին կրակել, բայց ստեղ Հայաստանում ամեն ինչ անում են, որպեսզի Արցախը հաղթի, Արցախը լինի այն, այդ հավատը կար։ Այսօր մենք ապրում ենք լեն ու բոլ երկրում, բայց այդ հավատը չկա։ Այդ հավատը կորցրեցինք։ Ու հիմա չէ։ Մեզ բերեցին կորցրած։ Այսինքն սա աստիճանաբար եղավ։ Իհարկե, սա արդյունքն է այն մնացած 30 տարիների, 35 տարիների, որոնք մենք ապրել ենք։ Այսինքն կաթիլ հավաքվեց եւ արդյունքը դառավ սա, ինչ որ մենք հիմա տեսնում ենք։ Ու գիտեք ինչն է ամենակարևորը, որ ով գալիս էր իշխանության, եթե անգամ ինքը սիրել է իր հողը, իր ջուրը, իր ընտանիքը եւ այլն, հետո սկսեց չսիրել։ Փոխարինեց սերը դեպի հայրենիքը, սերը դեպի իշխանությունը, այ դա հաղթեց։ Բայց պարոն Թոխածյան, անկախ բոլոր խնդիրներից, այդ 30 տարվա ընթացքում մենք նաև հաղթանակներ ենք ունեցել, ձեռքբերումներ ենք ունեցել, անվտանգային գոտի ենք ունեցել, ամեն դեպքում ձևավորվել է էլի այդ որոշակի ինստիտուտները, որը փլվեց հիմա։ Բարեպսներ ջան, իսկ խորհրդային միությունը չի տվել այդ ամեն ինչը։ Տվել է, բայց այդ Երևանի պես քաղաք ունենք, Հայաստանի պես հանրապետություն ստեղծեցին։ Հա, բայց արդեն ունենալ անկախ բանակ, սեփական բանակ եւ այն, այդ ամեն ինչը էլի բոլոր թերություններով հանդերձ, բայց ձևավորվեց, էլի ստեղծվեց։ Այո։ Պետության հոտ էր գալիս արդեն։ Ապրես, բայց երբ որ անդրադառնում ես կոմունիստական կուսակցությանը, իրեն բարքերին, այդ դա է բերում քեզ անտագոնիզմը սովետական միության հետ, դրա մեջ է։ Դե անկախությունն էլ Իրանը բերեց, արդեն սա բոլորովին այլ էր։ Ուղղակի մենք երևի ճիշտ չօգտագործեցինք այդ հնարավորությունը։ Ու նույնն էլ դա եկավ, հասավ ցավոք սրտի։ Մեր մնացած իշխանություններին բնականաբար հաղթանակներ են ունեցել։ Բնականաբար ել ավելի գեղեցիկ դառավ այս քաղաքը։ Միևնույն ժամանակ փչացրեցին այս քաղաքը, որովհետև նորմալ ճարտարապետ, որը խելքը հասնում է այս քաղաքից, չդրեցին ճարտարապետ։ Իրանց ընկերներին դրեցին։ Նորմալ մարդկանց չդրեցին տնօրեն գործարանի, հրաշք գործարաններ ենք մենք ունեցել, հրաշք։ Այսօր անգամ ամոթը դրա մասին խոսալ, չունենք, ուր են այդ գործարանները, ուր են այդ հաստոցները։ Ամեն ինչը միայն ծախելու վրա գնաց, փող աշխատելու վրա գնաց, չէր կարելի այդպես։ Ու դրա համար դրանք ազդեցին արդեն թատրոնների վրա, դրանք ազդեցին կինո արտադրության վրա, ես հիմա գալիս եմ դեպի այն ասպարեզը, որին ես էլ ուզում անդրադառնանք, ինչ ունեցանք մենք նաև մշակույթի ոլորտում, արդյունքում, այսինքն մեկը մեկով փոխկապակցված էր արդյունքում։ Այո, իհարկե։ Մենք այսօր, պարոն Թոխածյան, տեսնում ենք մարդկանց մշակույթի գործիչներ կարող են լինել։ Ես էլի եմ ասում, մտավորական ասվածը, ինչպես դուք դիտարկում եք, դա միայն մշակույթի գործիչը չէ, դերասանը, ռեժիսորը, երգիչը չէ։ Ավագ սերնդի ներկայացուցիչներ, որոնք սովետական ժամանակներից են գալիս եւ եղել են շատ այսպես ճանաչված հայ կոմպոզիտորներ, երաժիշտներ, խմբավարներ, որոնք փառք Աստծո այսօր կան եւ Աստված իրենց երկար կյանք տա։ Մենք բոլորովին այլ միֆեր ենք ունեցել այդ մարդկանց մասին, անուններ չեմ տալիս, շատ լավ հասկանում եք։ Այսօրվա իրականության մեջ հիմա այդ մարդկանց ի՞նչն է ստիպում այսպեսին լինել, կներեք։ Գիտես, Այսինքն իրենք էլ հո ուրիշ արժե համակարգից են եկել, ի՞նչն է իրանց ստիպում այսպես լինել։ Այսպես ասեմ, մենք, այո, այն ժամանակ փայփայված ենք եղել
Ահա։ Կենտկոմի ու կառավարության կողմից։ Լավ։ Ապահովել ենք տներով, մեքենաներով, հանգստյան տներով, ստեղծագործելու հնարավորությամբ մեծ արել են, էս են արել, են են արել։ Դա այն երկրի, այն բարքերի մնացորդներ։ Երբ որ անցանք այս կողմ դեպի անկախություն, այդ ամեն ինչը կամ խերտերը չէր կտրում, կամ չկար, որ իրանք ապահովեին։ Դրա համար միակ բանը, որ իրանք կարճ խելքով անցավ, դա այս մարդկանց գնելն էր։ Առնելը։ Այո, սկսեցին փող տալ, որտեղ ամենածանր բախտն էր, այդ մարդիկ չեն կարող փող գումար վաստակել։ Այսինքն մենք մեր ձեռքով մեր մտավորականությունը փչացրել ենք։ Իհարկե, ուզած չուզած, որովհետև երբ որ մի անգամ, առաջի անգամ այդ անտեր կներեք Ասեք, պատվո, դուք շատ բան գիտեք, դուք շատ բան եք տեսել, մենք կարողա չիմանանք, թե ինչ են արել։ Գումարը, որ տալիս են, Ծրարով։ այո, Ահա։ դա ամենահավոր բանն է, դա մնում է մինչև կյանքի վերջ։ Շատերը կան, որոնք որ անցնում են դրա վրայով, բայց մեր մոտ ցավոք սրտի քչերն են։ Մնացածը մնում են այդ ծրարի տակ։ Հետո երբ որ օրը գալիս է, որ պետքա դու արտահայտվես, խոսես դրա մասին, խիղճը չի թողնում, որովհետև դու վերցրել ես ու այսօր խոսես դրա մասին։ Դա մոր լռում ես։ Մի բան ասեմ, պարոն Թոխատյան, ինչ ձևի ծրար էլ ուզում ա լինի, բայց ինչի մասին ես լռում դու։ Հայրենիք կորցնելու, երկիր պետություն կորցնելու համար ես լռում։ Այդ ծրարը, այդ արժեքը ամեն, հա կարող է լռես ինչ-ինչ բաներ իշխանության չքննադատես եւ այլն, ինչ որ հարցերում համակարծիք չլինես, բայց մեր կորուստների մասշտաբը նայեք, մեր զոհված տղերքի թիվն ու քանակը նայեք։ Այ դա Խոսքը սրա մասին է։ Այդ ծրարը այդքան արժե, այդ 5000 տղուց թանկ է։ արդեն մենք գալիս ենք բարոյական պահ։ Ահա։ Բարոյական մասը, բարոյականը դու կորցնում ես։ Դա այդ նույն դրակոնի, այդ նույն դևի պատմությունն է, որ անցնում ես ոսկի պարատով, դու ես դառնում դև։ Լինելով շատ լավ տղա, լինելով շատ լավ կոմպոզիտոր, երգահան, դերասան, ռեժիսոր եւ այլն եւ այլն եւ այլն, հրաշք, ես բան չունեմ ասելու, տաղանդավոր, տաղանդաշատ, բայց այդ անտերը գալիս է մի օր, երբ որ կորցնում ես այդ հնարավորությունները, մնում ես դրա տակ։ Դրա համար ես երջանիկ մարդ եմ, որովհետև իմ ձեռքով իմ թատրոնն եմ կառուցել, հետո երբ որ չեկանք ընդհանուրի, որ թատրոնը կարելի անցնել մասնավոր ուղու պետականից չստացվեց, մենք թատրոնը թողեցինք թատրոնի ստեղծողին ու գաղափարագիրին, մենք գնացինք առանձին մեր ճանապարհով ու մերը ստեղծեցինք։ Ու դա տալիս էր հնարավորություն դրան վաստակելու։ Դուք ավելի անկախ եք պայմանականություններից։ Ու երբ որ դու կարողանում ես ապահովես քո կենցաղը ու կենցաղից դուրս, դու հանգիստ ես քո խոսքի մեջ։ Դրա համար այն ներկայացումները, որոնք որ ես խաղացել եմ, դրանք բոլորը եղել են հակաիշխանական։ Այո, միշտ բողոք կար։ Այդպես է եղել։ Հակաիշխանական են եղել։ Ու ժողովուրդը ինքն էր տվյալ իշխանության հետ կապում այդ ներկայացումը։ Ես միշտ ասել եմ, որ իշխանավորները շատ փոքր են, որ իրանց մասին ներկայացում անես։ Որովհետև գիտեք, Հուլիոս Կեսարները եւ նրա պես կյանքի առաջնորդներ եւ որոնք որ պատմության մեջ եղել են, թեկուզ Հիտլեր, Ստալին եւ այլն, դրանք շատ քիչ են, որ իրանց մասին մի բան ստեղծես, սրանց մասին ինչ ստեղծես, սրա մասին ինչ ներկայացում անես։ Ինքը պետք է արժանի լինի դրա։ Ու երբ որ դա անում էր, իրանց մոտ էլ այ դա շատ հետաքրքիր է։ Որևէ մեկը երբեք չի բանարել, որ ցանկալի է չխաղաս այս ներկայացումը։ Չի եղել տենց բան։ Ասել են, որ այս կտորը մի քիչ կոպիտ է, կլինի ուղեր, ասել ես չէ, բայց դա իսկապես մեր կյանքից է չէ վերցրված, հա, բան չունեմ ասելու։
Իսկ սրանք որ եկան արդեն իշխանության։ Ես հիշում եմ Քաչնազարի հետ կապված Քաչնազարի պատմությունը շատ լավ եմ Ինձ հիշում, համար դες խմբագրել էին։ Մանավանդ տղա երիտասարդ, որ այն ժամանակ ինձ համար պրոգրեսիվ ա եղել, ինքը նորություններ էր ուզում մտցնել, նոր թատերական ընկերություն էր ուզում ստեղծել։ Այդ են Ցիլոև տղայի մասին, հա, վայ Տեր Աստված, նա քանի թատրոն փակեց կներեք։ Նա քանի թատրոն Ու փակեց։ հանդարտ այդպես այն տղան Նա իմ ցուցակում է, պարոն Թոքաշյանի, ձեր Ցիլոև տղան, որի անունը չեմ էլ ուզում տամ, արժանի չեն։ Նա իմ ցուցակում է, այսպես հո չի մնալու։ Իրանք պիտի պատասխան տան, ինչի են այսպես արել, այդ ստրկամտությունն են մտցրել։ 90-ականների վերջից փորձել ենք Արմենի հետ միասին բացատրել բոլոր մշակույթի նախարարներին, որ վերջացրեք սուբսիդավորել պետական թատրոնները։ Դա երես է տալիս թատրոններին։ Եվ նաև կործանում։ Ու այդ քանակի դերասաններ չեն կարող աշխատել մի թատրոնում։ Իսկ քանի որ պետությունը միևնույն է գումարը տալիս է, ուզում է 300 հոգի աշխատում են, մեկը դա կոնկուրենցիան է հանում։ Ու հետո չի հեծանիվ հնարել, ֆրանսիական համակարգը կա։ Կարելի վերցնել եւ օգտագործել մեզ մոտ։ Շենքերը թատրոնի մնում են պետությանը, որովհետեւ եթե սարքես մասնավոր վրաց ծախելու են։ Դա մոր թող մնա պետական շենքը։ Ունենա տնօրեն, պրոդյուսեր, SN մի քանի հոգի, 15-20 հոգի։ Դե պետական շենքերն են շատ արագ պետությունը օտարում է մասնավորի։ Որ պետական այդ շենքը սկսի աշխատել, ուզենայել չի օտարի։ Ուզենայել չի օտարի։ Ուրիշ բան է, իր այդպես չմտածողի ձեռքից վերցնի։ Ինչի որ սրանք են անում։ Այո։ Հիմա տեսեք, այդ համակարգը, որ դուք ասում եք, թատրոնները պիտի լինեին մասնավոր հենքի վրա, հա, սրանք ինչ հարցին, ասցին իբրև իրենք այդ ռեֆորմներին են գնում, այն թատրոնները, որը որ չէին սիրում, որտեղից մի քիչ ձայն էր լսվում, այդ թատրոնը փակեցին։ Ապրես։ Լրիվ որ վերցնես քաղաքական դուք եք այդ ասում։ Ահա։ Դրա մասին Ես ամենքն էլ են կարել, այսինքն գոյ թատրոնը փակելը դա համարվում էր, որ օպտիմալացնում են ծախսերը կրճատում են անունը, բայց այդտեղ ուրիշ թեմա կար, չէ՞, բոլորը շատ լավ գիտենք ինչ արվեց։ Իհարկե։ Կամերային երաժշտական թատրոնը փակվեց, որտեղ Արա Խզմալյանը չէր սիրում այդ թատրոնը։ Ուղղակի տեղ անձնական հարց կար։ Ինքը չէր սիրում, ինչ որ ժամանակին եկել էր այդ թատրոն, ուզեցել էր խորհուրդ ձևավորել, ինքը դառնալ խորհրդի նախագահ, այդ թատրոնից իրան ասել են գնա, դու մեզ պետք չես։ Այդ քենը մեջը տարիներ անց, երբ որ այդ ուժը արդեն իր ձեռը կար, ինքը այդ թատրոնը այդ պատճառով է փակել։ Խիստ անձնական։ Ուզում եմ ասեմ, այս մակարդակն է եւ իրականում իհարկե սա բոլոր ժամանակներում այսպիսի դրսևորումներ եղել, բայց որ նշում եք, մտածում եք, որ այս մարդը եկել է ռեֆորմանի, չէ, հիմքում էլի բոլորովին այլ հարցեր են։ Երբ որ իմ կյանքի երազանքը եղել է մանկական թատրոն ունենալը ու մանկական դպրոց, թատերական, ու քիչ դրան հասնում է, երբ որ տրամադրեցին Վարչով Կանազի մշակույթի պալատը։ Ես էդ էլ հիշեցի, ահա։ Ու երբ որ սկսվեց շինարարությունը, այո։ Այն ժամանակվա նորաստեղծ քաղաքապետարանից մարդիկ եկան նայեցին, այս կողմենքում։ Հետո քաղաքապետարանի այդ ավականու նիստի ժամանակ ինձ ասեցին կոռուպցիոն ռիսկեր ենք տեսնում։ Դա 18 թվականից էր, չէ՞։ Երիտասարդներ, խնդրում եմ ձեզ, բացատրեք ինձ տարիքս առած մարդուն, ինչու՞մ նա թատրոնի ու մանկական ստուդիայի կոմերցիոն բան ռիսկերը։ Կոռուպցիոն ռիսկերը ինչի մեջ է։ Ումից են փող փակցնելու։ Դե բնականաբար չկարողացան պատասխանել, բայց ես հետո հասկացա, որ ավելի ճիշտ է այդ շենքը վերադարձնել, որովհետև վաղը մյուսը միլիոններ է ծախսվել այդ շենքի վրա ու իմ անհամաձայնության համար կարող են հանգիստ վերցնել այդ շենքը։ Այո, ճիշտ է։ Դա մոր ավելի լավ է ես ինքս հրաժարվեմ։ Դուք սկզբից արդեն հասկացել եք։ Հա, ես իմ բակում կառուցեմ։ Այո։ Իմ անձնականը կլինի, այդ չեն կարող վերցնել։ Թե չէ սենց ոնց կլինի։ Պարոն Թոխացյան, դուք այն մտավորականներից եք, որ ձեր խոսքը միշտ բարձր է, դուք իհարկե քիչ առաջ ասացիք, որ մենք կարողացանք մեր գլխի ճարը տեսնել, դրա համար նաև մեր լեզուն երկար էր, ես կարծում եմ դա կապ չունի, դա մարդու բնույթի ու տեսակի խնդիր է։
Չէ, անկեղծ։ Ես շատ եմ շփվել եւ նաեւ մի քանի տարի թատրոնի տնօրեն եմ եղել, այդ ոլորտին եմ լավ տեղյակ։ Ինչի ասեցի, մեր լեզուն երկար էր, ասեմ, որովհետեւ հիմնականում երբ որ դու խոսում ես կոչումների դեմ, որովհետեւ սա չունի, դա համար դրա դեմ է խոսում։ Դա սա չունի, դա համար ես ասում եմ, ամեն ինչ ունեմ։ Ինչ կոչում հնարավոր է ունեմ, մեդալը, սա ունեմ։ Դա համար ես հանգիստ եմ խոսում, որ վերջացրեք, փակեք, ինձանից է վերցրեք, ինձ պետք չի։ Ինչ է տալիս ինձ այդ կոչումը։ Տեսեք, ոչ մի բան իրականում, բայց այն մարդկանց մասին, որ ես խոսում եի, պարոն Թուխացյան, այդ մարդիկ էլ ամեն ինչ ունեն, հավատացեք։ Ամեն ինչ ունեն։ Այդ ձեր նշած, որ սովետական Հայաստանը, սովետական միությունը տվել է, այո, անխնա տվել է իրենց ամեն ինչ, եւ այս ժողովուրդը, մեր ժողովուրդը իրանց անսահման սեր ու ծափեր է տվել։ Իրանք ասելու բան պիտի ունենային իրանց ժողովրդին կներեք, այստեղ ունենալու սոցիալական խնդիրների գրպանում փող լինել չլինելու մասին չի։ Այդ մարդիկ level են եղել եւ իրանք պիտի իրանց պահեն իրանց level-ի մեջ։ Ամենատարականը իրանք պիտի որպես հայ ունենային իրանց քաղաքացիական դիրքորոշումը։ Այ դա է մի քիչ բան, որովհետև իրանցից շատերը հələ դեռ այն ժամանակներից իշխանավորին բարով են մոտեցել։ Ասենց որ հայելի կենկոմի քարտուղարա, ես իմ քաղաքսովետի նախագահ, ես իմ Պողոսա, Պետրոսա ասենց են մոտեցել, այ դա է, ու դա մինչև այսօր է մնացել։ Ու սրանք էլ, այս թվի իշխանավորները մանավանդ սրանք, չեն կարողանում այդ մարդկանց տարիքով բացատրել, որ իրանց պապիկների թայ են, եթե ոչ ավել, որ եղբայր մի վախեցի, ես իշխանավոր եմ, բայց ես տարված եմ քո արվեստով, քո տաղանդով, բան, մի կքի։ Այո, իրանք էլ են դա ընդունում, իրանց համար հաճելի է, որ են մարդիկ, որոնք իրանց համար տարիներ առաջ, մի քանի տարի առաջ անհասանելի էին, այսօր կարող են ուսին թղթկացնել, թեյ խմել իրանց, ընդունել իրանց դա այլանդակ բան է։ Ընդ որում, այս երիտասարդներից շատերը կան, որոնց ես ճանաչում եմ, վաղուց մի մասը կավեն են խաղացել, այդպես իմ հետ կապ են ունեցել, մի մասը ուղղակի քաղաքից իմ տղաների հետ են շփվել, գիտեի, ու այսօր ոնց որ վերցնես, այսեն շուրջ տաս, ու այնքան է եղել, որ ես ափսոսացել եմ, այսօրվա այդ մարդուն, որ տեսնում ես որևէ պաշտոնի, ու ինքը ամբողջովին ուրիշ ձևի մարդ է դառնում, ես անգամ իմ շփումն եմ վերջացրել, որովհետև շփվելուց ես պիտի նայեմ աչքերին ու պիտի ասեմ այն ինչ որ ես իր մասին մտածում եմ։ Ինքը դա չի ընդունելու, այդ ամենահավորը։ Ու զգալու է, որ դիսկոմֆորտ եք դուք առաջացնելու իրեն համար, էլի, ասի։ Դրա համար ավելի լավ է։ Բայց գիտեք, իրանք էլ են աչքի կախում շատ հաճախ, համաչում են։ Բայց ամեն ինչ ժամանակ ունի, այսպես չի մնալու։ Առաքելում ես տեսել եմ դա, այսպես չի մնալու, պարոն Թուխացյան։ 88 թվականից դուք անընդհատ կապի մեջ եք եղել դրսի սփյուռքահայ քաղաքօջախների եւ նաեւ ոչ միայն սփյուռքի հայերի, այլ առհասարակական միջազգային հարթակներում միշտ ձեր ներկայացումները, ձեր թատրոնի ներկայացումը եղել է եւ մի հատ լավ բան ասեցիք մեր նախնական զրույցին, ասացիք Հռիփսիմե ջան, ես 88 թվականից անընդհատ գնացել եկել եմ, բայց ես ոչ մի անգամ չեմ մտածել, որ պիտի ապրեմ դրսում։ Գայթակղություններ չեն եղել, պարոն Թուխացյան։ Իհարկե, լավ պայմանագրեր չեն եղել, ես գիտեմ, եւ դուք ռուսական շուկայում եք ներկայացված եղել, եւ Ամերիկայում մեծ բեմերում եք եղել, եւ Եվրոպայում։ Այնց բան չկար, որ ասեիք, ել չեմ վերադառնալու Երևան։ Այդ ամեն ինչը եղել է։ Ու թատրոնն է եղել Ռուսաստանում, Մոսկվայում, մասնավորապես, կինոն է եղել 85 թվին եմ ես նկարվել 3 սերիանոց ֆիլմում ռուսական, ու էլի են հրավերներ եղել, ընդ որում կամո եմ խաղացել։ Օ, լավ է։
Միացյալ Նահանգներում նույնն է եղել։ Հայկական ալիքները, հերոստալիքները, որոնք այն ժամանակ մանավանդ բոլորը հրավիրում էին իրենց մոտ աշխատել։ Այսինքն գայթակղություն եղել է, բայց մի հատ շատ կարևոր բան կար։ Երբ որ ես հաճույքով գնում էի արտասահման, նայում էի գեղեցիկ քաղաքներին, նայում էի իրանց նիստուկացին, նայում էի մեր հայրենակիցների ապրելակերպին, իմ շատ ծանոթներ ընկերների կային, որոնց հետ հաճույքով հանդիպում էի, գրկախառնվում էի եւ այլն, բայց գալիս էր մի պահ, երբ որ ես հասկանում եմ, որ տուն եմ ուզում։ Այս ամեն ինչը իմը չի։ Ես տուն եմ ուզում։ Կկարողանամ մյուս անգամ էլի կգամ կտեսնեմ իրանց, բայց հիմա տուն եմ ուզում։ Այս հիվանդության ժամանակ էլ, երբ որ բանից անցավ ու բուժումը հասավ մինչև Միացյալ Նահանգներ, բժիշկը հնդիկ էր ազգությամբ ու մի օր որ հանդիպեցինք, ասեց, ինչ ցանկություն ունես, մենք դեռ էլի բան ունենք անելու, ասի բժիշկ անկեղծ տուն եմ ուզում, ծիծաղեց ժպտաց, ասեց, իսկ ինչն է քեզ տես տուն տանում, երկիր է մնա էլի, ստեղ լավ չի, ասի շատ լավ է, Աստված տա մենք երբևիցե սրապես երկիր ունենանք, բայց ես իմ տունն եմ ուզում, Են եմ ուզում, ոնց է, որ դուք ապրում եք, մեկը հարևանը տունի լավ, մեծ տուն եւ այլն, մտածում ես ես էլ ունենայի, բայց դու քո տանն ես ապրում, քո տունն ես սիրում։ Այ ես էլ այտենց իմ տունն եմ սիրում։ Ու շատ տարօրինակ է, որ ավելի շատ քաղաքն է ինձ քաշում։ Երևանը սա ինձ քաշում, հետո հանրապետությունը։ Ես հիմա վատ բան եմ ասում, բայց դա տենց է։ Դե ձեր ծննդավայրն է, ես շատ եմ սիրում հայրենիքը ընդհանրապես շատ, բայց մասնավորապես իմ Երևանը։ Ես չգիտեմ, ես էլ եմ Երևանում ծնվել, մեծացել, Երևանում դպրոց եմ, որ Երևանի ավականու ընտրություններն էր, բոլորը ասում են, մարդ պիտի երևանցի լինի, Կասկադում հեծանիվ քշած լինի, ես միշտ ասում եմ, ես քշել եմ Կասկադում հեծանիվ, պապաս տանում էր քշում էի։ Երևանը իմ համար մի հատ ուրիշ կուլտուրա է եղել։ Ես այսօր իմ Երևանում չեմ ուզում ապրեմ։ Այ Երևանում ինչն ենք մենք կորցրել, պարոն Թոխացյան, ու էլի նույն կերպ էլի տենց սիրում եք այս Երևանը։ Տարօրինակ պատասխանը։ Բնականաբար ամեն մեկս ունենք քաղաքը, ունենք մեր քաղաքը։ Մեր անկյունները, որոնք որ մեզ համար ավելի հոգեհարազատ են, որտեղ ծնվել ես, մեծացել ես, ընկերներդ են, էսա, էնա, այլ ասիր։ Սիրած սրճարան ունես, չգիտեմ, հազար տեսակի բան։ Երբ որ իմ ժամանակ ես երիտասարդ էի բավականին, բայց արդեն միայնակ էի դուրս գալի քաղաք իմ ընկերների հետ, հաճախ մենք հայրիկիս հետ իրար չենք համաձայնվում, որովհետև այն Երևանը, որը ես էի սիրում, որը իմն էր, մի քանի բան կար այդ քաղաքում, որ ինքը չէր ընկալում, ասում էր փչացրեցի քեզ քաղաքը։ Այն էլ հələ դեռ տեսեք, որ ժամանակներից ենք խոսում։ 70-ական թվականների սկիզբ։ Էս չի, այն չի, փնթփնթում էր, ասում էր լավ էլի, պապ, տարիքից է փնթփնթում ես, տես ինչ լավ բան է, էս կառուցեցին։ Հիմա մեկ-մեկ ես եմ ինձ բռնում դրա վրա, որ ես եմ սկսել փնթփնթալ։ Որովհետև երբ որ օրինակ բերեմ միշտ դա եմ ասում, որտեղ շատ երբ որ կառուցեցին երիտասարդության պալատը, կուկուրուզը, հետո չգիտեմ ինչի են ասում, կուկուրուզ, այո, կուկուրուզ, կրծած կուկուրուզ։ Հայրս շատ տարօրինակ դրան մոտեցավ, որ այստեղը չարժեր, այսին ձևի շենքը, ու երբ որ մենք ասում ենք, որ պապախը դա ուրբանիզացիա է, նոր շեն, նոր ձև է, ինձ համար դա շատ հոգեհարազատ է, կամ նոր օդանավակայանը Զվարթնոցի ժամանակ հայտնվել էր դա թռչող ափսեի պես եւ այլն։ Հիմա ես իմ տղաների հետ եմ խոսում, հետո իրանք խոսում են ախր մեր երկիրը սենց բան,
Մի օր տղայից ասի, գիտես բալես, իմ ու քո տարբերությունը ինչի մեջ է։ Դու այսօր որ տանից դուրս ես գալիս, քո երկիրը 29,000 քառակուսի կիլոմետրն է։ Դու դա ես ընկալում ու քո մտածելակերպը դրա մեջ տեղավորվում է։ Ավելի լայն դու տեսողական ես մտածում։ Ես երբ որ տանից դուրս էի գալիս, իմ երկիրը սկսում էր Կալինինգրադում ու վերջանում էր Սախալինում։ Այդ սովետական քաղաքացու մտածողություններ էլի ավելի լայն, չէ։ Այսօր ես զարմանում եմ, ուր են այդ իմ հասակակիցները, ախր որ այդքան փնովում են, այդ անտերը իր լավ կողմը ուներ։ Դու ճանաչում ես երկիր մի ամբողջ մոլորակի մեծ 6/3 մասը։ Мой дом и улица, мой адрес Советский Союз։ Հիշում եք։ Լայն էինք մտածում։ Եթե մի կողմ դնես պրոպագանդան, գաղափարախոսությունը, մնացածում այդ երկիրը իր շատ կայֆ բաները ուներ։ Հիմա նույնն է, իմ Երևանն է։ Գալիս անցնում են քաղաքապետերը եւ այլն, բոլորը փոխվում են, ինչքան էլ փչացեն, այս քաղաքը ինքը սենց անելով իրան խելքի է բերում։ Կոլորիտը կա ամեն դեպքում։ Իմ տանկի կա 3 հատ դեր, որոնք որ առանձնահատուկ կարևոր տեղ ունեն իմ կյանքում։ Մեկը դա մեր այբենարանն է։ Իմ երեխեքը դրանով են մեծացել, ասեմ իմանաք։ Մեր այբենարանով անգիր գիտեին ծայրից ծայր։ Ես բոլոր կասետները ունեի։ Այս ուղղակի սենց բան, լիրիկայով մեջ բերում։ Հաճախ դուրսը որ լինում եմ տարիքով արդեն մեծ երիտասարդներ մոտենում գրկում են, ասում են մեր այբենարանը։ Բայց ես էլ գիտեի, այնքան էին նայել։ Ես էլ տանը զուգահեռ բոլոր երգերը գիտեի, բոլոր հատվածները գիտեի։ Երկրորդը մի քիչ ողբերգական դեպք է։ Գյումրիում Լեննականում երկրաշարժի ժամանակ մենք կամերայից հարյունի տղամարդկանց սաստավով գնացինք օգնության։ Երկրաշարժի ժամանակ ու մնացինք մինչև այն օրը, երբ որ արդեն սկսեցին մեր պես ջոկատները հետ ուղարկել, որտեղ հաճախ մենք ավելի խանգարում ենք, ավելի բժշկական մասնագիտական ջոկատներ, այո։ Իսկ հետո ամսի 30-ին դեկտեմբերի մենք շորեր կար, բան կարես, մտածեցինք գնանք երեխաների մոտ Լեննական տոնածառով, որ իրանց մի փոքր գնացինք բնականաբար Լեննականում ասեն ես ինչ եք բանանում, դրա վախտը չի բան, բայց միտեղ փողոցում կանգնեցինք, թատրոնի ավտոբուսով էինք, մի հատ ինչ-որ տոնածառ կար փողոցում, այդ տոնածառի մոտ ձմեռ պապիկի շորերով ես էի, ու մնացած նոր տարվա այտենց հագուստով մեր մնացած Ձունանուշիկ բան, հա։ Այնքան երեխա հավաքվեց, մեզ համար էլ անսպասելի, որտեղից էին դուրս գալիս եկան, ուրախացել են ձմեռ պապիկ էին տեսել։ Ու դրանից մնացածը հետ գնացին ավտոբուս չկարողացան այդ երեխաների աչքերին նայել, ես մենակ մնացի։ Ու 1 ժամի չափ ձմեռ պապիկ եմ եղել այդ երեխաների համար, մտնելով ավտոբուս լացելով, ելի դուրս գալով, իսկ լացում է ինչի, որովհետև ես մի սխալ ունեցա, ասեցի գիտեք, ձմեռ պապիկը ձեր ցանկությունները կկատարի։ Ասեք ձեր ցանկությունները։ Ու երեխաները սկսեցին մեկը հայրիկին էր ուզում, մեկը մայրիկին էր ուզում, մեկը քույրիկին, մեկը եղբայրը եւ այլն։ Դա անտանելի էր։ Ընդհանրապես մեր մոտ ցեղական ուշ են սպիտակում մերոք։ Ես էլ համարյա սպիտակ մազ չունեմ։ Այդտեղ առաջի սպիտակ մազերը, որոնք որ կան, հայտնվեցին այդտեղ։ Դա երկրորդ տերն էր։ Ու երրորդ տերը դա Երևանի մասին մի հատ ֆիլմ նկարեց Շարմ ընկերությունը, քանի դեռ կան։ 90-ականների Երևանի մասին։ Ու երկար մենք մտածում էինք ով ձայնագրի ու ասին դու խոսի Երևանի տեղը։ Ես երջանիկ մարդ եմ, որ ունեցել եմ հնարավորություն Երևանի անունից խոսել։
իմ համակարգացիների հետ։ Շատ լավ տեքստեր Հակոբ Ռուբինյան գրել։ Ու Սա այն ձեր կարևոր 3 օղակներն են, այո, որոնք ձեր ողջ ստեղծագործական կարիերայի գործընթացի տեսեք, ներկայացումները ես բոլորն եմ սիրում։ Շատ համկամերային թատրոնին է։ Այո։ Դա որ մեկ-մեկ ինձ ասում են, այ մեր բակը, ես մի քիչ էլ վիրավորվում եմ, որտեղ 96 թվից չի սկսում ախր։ Իհարկե։ Այլ այն մի խոսքով։ Ուղղակի դա մաս կուլտուրայի վերածվեց Բայց այս մեր բակը։ երեքը ինձ համար շատ կարևոր են։ Շատ կարևոր։ Այդ սյուների պես բան է դարձել ձեզ համար, պարոն Թոխացյան, այդ 3 սյունն է դարձել ձեր։ Այո։ Ու անգամ հիմա շատերը կասեն նախ լեննականը ինչն է հիշելի, բայց դա ամենիչև կյանքի վերջ ես կհիշեմ այդ երեխաներին, որոնք հիմա մեծ մարդիկ են։ Որ դուք արել եք դա ու իրանց այդ ուրախությունը պարգևել եք, դա ու իրանց աչքեր։ այնել այդ ժամանակ։ Դա անմոռանալի է, դա անգնահատելի է ու դրա համար ինձ հաճախ ասում են, որ սրա նմուդին ես մնացել, նրանից ես փող վերցրել, սրա կողմնակից ես, նրա կողմնակից ես, մոռանալը, որ այդ ամեն ինչ ինձ պետք չի։ Ես ինքս եմ ինձ ապահովում։ Բայց արդյոք կա արձագանքելու կամ լսելու այդ ամեն ինչը։ Դուք գիտեք դուք ով եք, մենք էլ գիտենք դուք ով եք։ Ինչ ասես գրում են, ինչ ասես ասում են։ Պատկերացրեք, որ մենք այդ ամեն ինչի հետևից գնանք։ Դրա համար ես կողմնակից էի։ Մի պահ կար 18 թվից այսքան։ Երբ որ ես կողմնակից եմ, որ մի 3-4 ամսով Facebook-ը փակ են Հայաստանում։ Դե սկզբից բոլորիս համար շոկ էր դա։ Դա այդ չէր կարելի դա։ Չի կարելի այն ինչը որ մենք հիմա տանում ենք, ու որովհետև դա ոնց որ լրիվ ուրիշ աշխարհ լինի, ուրիշ երկիր լինի։ Այո։ Իրականում լրիվ ուրիշ երկիր Լրիվ լինի։ ուրիշ, այո։ Այո։ Ու դրա համար ներկայացման մեջ էլ դա կա։ Այդ Սարյան փողոցի առասպելը։ Այո։ Պարոն Թոխացյան, սկզբում մեր հաղորդման մի հատ լավ բան ասացիք, ասացիք Ժանգոտ Բանալին չհաշված, որ ֆանտաստիկ դրամատիկ գործ էր, բայց ինքը հոռետեսությունով էր ավարտվում։ Այո։ Ես հիմա ուզում եմ, որ Ժանգոտ Բանալիի սկզբունքով չավարտենք մեր հաղորդումը։ Ես ուզում եմ մենք անպայման Առաքելի նման, Մեակուլպայի նման, Խաթաբալադայի նման ավարտենք այսօրվա ելքը։ Այդ սպիտակ կետը, որ ասում եք, որն է, որը մեզ պիտի տանի դեպի այդ լույսի ճանապարհով, այսօրվա այս իրավիճակի ելքը։ Բայ ասեմ։ Ասեք։ Միացյալ Նահանգներում Ահա։ ինձ մի օր հյուր էին հրավիրել։ Նստած ենք սեղանի շուրջ եւ այլն, աչքս ընկավ պատուհանին, մի անգամ դա պատմել եմ, բայց դա շատ հետաքրքիր է։ Ես չեմ լսել, ասեք։ Տեսա Արարատը։ Միացյալ Նահանգներում։ Հո, բան եղավ, անհնար է դա։ Ահա։ Վերջը որ մոտեցա պատուհանին, այս տանտերը քմծիծաղով մոտեցավ, ասեց արի դուրս գանք ցույց տամ։ Հավաքել էր միացած ինչ որ երկաթից բան, վրան կտավ էր, նկարած էր Արարատը։ Ու շատ վարպետորներ էր նկարած։ Ասես որովհետև ես առավոտյան արտանում եմ պատուհանից Արարատին։ Բայց ֆանտաստիկ բան է։ Պլյուս, երբ որ ասում եմ մութը ընկնում է, ես թերթում եմ էջը այդ գիշերային Արարատներ։ Դեմք այդ մարդն եղել։ Ու դա ես անասի ինչի համար ես եկել ստեղ։ Եթե դու Արարատի կարոտը ունես, ինչն է քեզ բերել ստեղ հասցրել։ Հիմա մենք երջանք, բախտավոր ենք, որովհետև աչքդ բացում ես։ Մենք բնականը տեսնում ենք։ Տեսնում ես այդ Արարատը։ Բայց մեզ ասում են մի նայեք այդ կողմ։ Ջանդամ ով ինչ ասում է, նա շատ փոքր է, որ ինձ տես բան ասի։ Ասում Արարատ չի ուրիշ իմ բան։ Արարատին։ Այո։ Նայել եմ, նայում եմ ու նայելու եմ։ Նայում եմ իմ Արարատին։ Մեկը ինքը վաղը միսօրը կվերադառնա էլի իմնա, որ հիմա էլ ընդեղ է գտում, էլի իմնա։ Դա համար իմ Արարատին եմ ես նայում, մի հատ մաքրվում եմ, նոր տանից դուրս եմ գալիս կեղտոտվելու։ Հասկացա։ Այդ մեր սպիտակ կետն է։ Այո։ Այդ Արարատին նայել։ Այո։ Պարոն Թոխացյան, ես շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Երկար էսպես մաքարումս իր արդյունքը տվեց։
Ձեզ մաղթում եմ հաջողություն, ձեզ ուզում եմ միշտ տեսնել առողջ, բեմում Խոստանում եմ։ եւ ամենակարևորը, որ մենք կարողանանք դուրս գալ այս իրավիճակներից, ես հավատում եմ այդ հույսը մենք պիտի չկորցնենք եւ հուսահատությունը մեղ կա։ Սենց բաներից ենք դուրս եկել։ Հա, վստահ եմ, դուք ինձ ավելի այսպես լավ ուշ տվեցիք։ Դե առաքելը նայելուց հետո արդեն որոշել եմ, որ Հայաստանից չեմ գնալ։ Ինձնից ինչ գնացող լինեի, գնացած կլինեի ձեր նման։ Այսօր իմ տաղավարում հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխացյանը, իդեպ պարոն Թոխացյանը համառորեն ասում էր, այդ կոչումս մի ասա էլի, դրա կարևորությունը չկա, բայց ես պիտի ասեմ։ Շնորհակալ եմ պարոն Թոխացյան։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, լավ մնացեք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։